Քաղաքացիական պայմանագիրն այսօր անցկացրեց 8-րդ արտահերթ համաժողովը։ Համաժողովի ընթացքում կուսակցականները միաձայն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը հաստատեցին վարչապետի պաշտոնի համար։ Քվեարկության է դրվում հետևյալ հարցը, որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու հաստատել կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին, ովքեր կողմ են բարձրացնել մանդատները։ Դեմ չունենք։ Բացի այս հաստատվեց նաև կուսակցության նախընտրական ցուցակն ու կուսակցության նախընտրական ծրագիրը, որն արդեն հրապարակված է։ Հնչեցին մի շարք ելույթներ, քաղաքացիական պայմանագրի առանցքային անդամները ելույթներ ունեցան եւ նրանց ելույթների առանցքում հիմնականում խաղաղությունն էր, իրենք պնդում էին, որ խաղաղություն է հաստատված եւ այն պետք է պահպանել, նաև նախարարները իրենց ելույթներում անդրադառնում էին նաև իրենց ոլորտներում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես իրենք էին պնդում, դրանք բազմաթիվ են։ Հետո արդեն ելույթով հանդես եկավ վարչապետը, նրա ելույթը եւս կառուցված էր խաղաղության շուրջ, նա պնդեց, որ հաստատված խաղաղությունը խնամքի կարիք ունի եւ որպեսի խաղաղությանը ոչինչ չսպառնա, կրկին կարեւորեց խորհրդարանական առաջիկա ընտրությունների արդյունքները։ Ինձ համար ակնհայտ է, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում էլ պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին։ Եվ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունից մեծ կտորը մնալու է ականջը, որը տվյալ դեպքում նկատի ունեմ Կտրիչ Ներսիսյանի։ Ինչպես արդեն ասացի, հրապարակված է նաև կուսակցության նախընտրական ծրագիրը, այստեղ բազմաթիվ խոստումներ են տրված քաղաքացիներին եւ ամբողջը կառուցված է քաղաքացիական պայմանագրի վերջին 1-2 տարվա հայտարարությունների հիման վրա եւ Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում նշեց, որ նախընտրական ծրագրի վրա աշխատել են վարչության անդամներն ու կառավարության կուսակցական անդամները։ Նախընտրական ծրագրի առանցքային կետերից մեկը այն էր, որ քաղաքացիական պայմանագիրը փաստորեն հենց ծրագրում է ամրագրել այն, որ իրենց կարևոր անելիքներից մեկը լինելու է կաթողիկոսի հեռացումը, ինչպես գիտենք, քաղաքացիական պայմանագիրը արդեն բավականին երկար ժամանակ է ինչ լծված է այս գործին, բայց այստեղ դեռևս որևէ կոնկրետ արդյունքի չեն հասել եւ փաստորեն որոշել են սա ամրագրել նաեւ իրենց նախընտրական ծրագրում, այնտեղ նշված է, որ կաթողիկոսին պետք է հանգստի կոչել եւ հետո ընտրել տեղապահ, հետո կանոնադրություն եւ նոր կաթողիկոսի ընտրություններ եւ այս ամենը ձևակերպվում եւ ներկայացվում է որպես եկեղեցու բարենորոգման ծրագիր։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր բացատրեց, թե ինչու են որոշել այս դրույթը ամրագրել նաեւ իրենց նախընտրական ծրագրում։ Կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Այն թմբկահարումները, դոշ ծեծոցիները, որ հայ առաքելական եկեղեցուն պաշտպանում են, պետք է պաշտպանեն հենց նման մարդկանցից։ Եվ չնայած հոգևորականների վերաբերյալ իշխանականների այս պնդումներին, Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումները փաստում են, որ եկեղեցու վարկանիշը Հայաստանում ամենաբարձրն է, եկեղեցուն հավասար վարկանիշ ունի զինված ուժերը։ Այսինքն ըստ էության այդ հարցումներով եկեղեցու վարկանիշը բարձր է նաև անցած տարվա համեմատ։ Վերադառնալով քաղաքացիական պայմանագրի համաժողովին եւ նաեւ նախընտրական ցուցակին, ես նշեմ, որ մի քանի ամիս շարունակ կուսակցությունը այս ուղղությամբ աշխատում էր, ներկուսակցական ընտրություններ էին կազմակերպում, վարչություններ տարբեր տեխնացուների հարցաքննում, լսում էր նրանց եւ ի վերջո տարբեր գործընթացների արդյունքում ցուցակը արդեն ձևավորված է։ Կուսակցության վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը այսօր ներկայացրեց, թե իր պատկերացմամբ ի վերջո ինչ ստանդարտներով են առաջնորդվել կուսակցականները ցուցակի ձևավորման համար իրենց քվեարկությունը կատարելիս։ Մեծ հաշվով դա գնահատական է նախորդիվ շրջանում գործիչների գործունեությանը։
եւ դուք միայն հանրային գործունեություն մի պատկերացրեք, նաեւ կուսակցական գործունեություն կա։ Այսօրվա համաժողովից բացի քաղաքացիական պայմանագրի անդամները նաեւ այսօր խոսեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մասնավորապես նշեց, որ ինքը հպարտությամբ էր հետևում Պուտին-Փաշինյան բանակցություններին եւ պնդում էր, որ Նիկոլ Փաշինյանը այնտեղ ներկայացել է որպես անկախ եւ ինքնիշխան պետության ղեկավար եւ ես նշեմ, որ այդ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահը հիշեցնում էր վարչապետ Փաշինյանին ԵԱՏՄ-ից Հայաստանի ստացած օգուտներից, նաեւ ընդգծում եւ կրկին հիշեցնում էր, թե որքան էժան են Հայաստանին գազ վաճառում՝ ի տարբերություն մյուս երկրների։ Այստեղ այսօր լրագրողները Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին արդյոք այս մեկնաբանությունները Վլադիմիր Պուտինի, հետո նաեւ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանին զգուշացնում կամ ակնարկում է գազի գնի թանկացման մասին կամ այլ խնդիրներ ստեղծելու մասին։ Ազգային ժողովի նախագահը ի պատասխան հայտարարեց, եթե որևէ փոփոխություն այդ առումով տեղի ունենա, ապա Հայաստանն էլ կլքի այն կառույցները, որոնց անդամակցում է։ Նման խոսակցությունները նոր չեն եւ այդ օրինակ ապրանքների հետ կապված, գազի գնի հետ կապված տարիներ շարունակ եղել են եւ պետք է ասեմ, որ այդ պարագայում, եթե նրանք նման որոշում կկայացնեն, Հայաստանի Հանրապետությունն իր որոշումը կկայացնի եւ դուրս կգա վերջնականապես թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից եւ մնացած կառույցներից, բայց չեմ կարծում, որ դրան կգնա կհասնի։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը ավելի քան 1 տարի է, ինչ ընդունել է Եվրամիության անդամակցության մասին օրենք, սակայն այս ուղղությամբ մինչ օրս որևէ առարկայական քայլ արված չէ։ Հայաստանի վարչապետը այս հարցին մշտապես անդրադառնալիս հետևյալ բացատրությունն է տալիս, նա ասում է, որ Հայաստանը նախ պետք է իր շուկան համապատասխանեցնի Եվրամիության ստանդարտներին, հետո արդեն երբ հասունանա ընտրություն կատարելու պահը, ապա ընտրությունը կկատարվի եւ եթե անգամ մեզ Եվրամիությունը չընդունի, ապա կարձանագրեն պարզապես այն, որ Հայաստանը ունի բարձր ստանդարտներին համապատասխանող ապրանքներ։ Ես նշեմ, որ Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի հետ այս հարաբերությունները Հայաստանի ակնհայտ դուրս չեն գալիս Մոսկվային, այնտեղից բարբերաբար հայտարարություններ են հնչում, որ Հայաստանը ի վերջո պետք է ընտրություն կատարի եւ հասկանա, որ դրանք համատեղել այդ երկու կառույցները համատեղել հնարավոր չէ եւ նույնիսկ մոսկովյան վարչապետի մոսկովյան վերջին այցից հետո փոխվարչապետ Օվերչուկը նշել էր, որ Հայաստանը մոտենում է այն կետին, որից հետո իրենք ստիպված են լինելու Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները վերանայել։ Մենք այսօր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից փորձեցինք հասկանալ, եթե Հայաստանը հայտարարում է գազի գնի թանկացման դեպքում ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը լքելու մասին, արդյոք կան հաշվարկներ, թե այդ դեպքում Հայաստանի տնտեսությունը ինչ վիճակում կհայտնվի եւ այդ հնարավոր ռիսկերը ինչպես են չեզոքացվելու։ Ես կարծում եմ, որ իրականում գազի գինը չի փոխվի, որովհետեւ Հայաստանը կարծում եմ գործընկերներին անհրաժեշտ է որ մնա եւ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, իսկ եթե պետք է Հայաստանը չստանա այդ օգուտները, ապա այդ պարագայում ինչու պետք է մնա այդ միության մեջ։ Կսկսվի այլ միության մեջ գործընթաց ավելի արագացված կերպով։ Սա մեկ, իսկ ինչ է եղել Հայաստանի հետ մինչև ԵԱՏՄ-ն։ Ոչ մի բան։ Այսինքն ըստ էության այնպես չի, որ ԵԱՏՄ-ի մտնելուց հետո Հայաստանի տնտեսությունում ինչ որ աստղաբաշխական աճեր են արձանագրվում։ Հիշեցնեմ ուզես, որ 13, 14, 15, 16 թվականներին տնտեսական աճ եղել է 1-2%։ Նույնիսկ 16-ին աճ չենք ունեցել։ Գևորգ Պապոյանը նաև անդրադարձավ շատ կարճ երկաթուղու հարցին։ Ես նշեմ, որ դեռ ամիս ու կես առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարման բերումով կորցնում է իր մրցակցային առավելությունները եւ հայտարարել էր այդ կառավարման իրավունքը ռուսական կողմից վերցնելու եւ որևէ այլ երրորդ երկրի փոխանցելու մասին, սակայն մոսկովյան
բանակցություններից ակնհայտ դարձավ, որ ռուսները այդ սցենարին դեմ են եւ նրանք չեն ցանկանում հրաժարվել երկաթուղու կառավարումից եւ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ իրենք չեն պատրաստվում գնալ պայմանագիրը միակողմանի խզելու ուղղությամբ, թե ինչպես կհանգուցալուծվի վերջո այս հարցը։ Գևորգ Պապոյանը այսօր այստեղ հայտարարեց, որ քննարկումները պետք է շարունակվեն, թեև Մոսկվայից վարչապետի այցից հետո կրկին փոխվարչապետ Օվերչուկը իր հայտնի հարցազրույցում նշել էր, որ որևէ պատճառ չեն տեսնում երկաթուղու իրավունքը վաճառելու որևէ այլ երկրի։